Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ազատ անգամ կնել ես իհարկե, էլի քույր ջան, բայց քո հետ ոչ թե մխոն է ուզում ծանոթանալ, այլ կազպիտ։ Որ ցեցը մտնում է ջանես էլ չեմ կարող տեղս հանգիստը թրվեմ։ Շնորհակալ եմ։ Չես պատկերացնի ինչքան կարևոր է այս ամեն ինչի հիմա։ Իհարկե հազար ներողություն եմ խնդրում, որ դիպչեցի քո գլխին, բայց չեմ կարում հասկանամ։ Երկրորդ Վաշտիժանին կարող եք կանչել։ Ինչի չեն կարող, իսկ դուք իրա ինչն եք։ Քույրն եմ։ Էսա շտաբի պետն է գալիս, դու ասում ես Ժան, գնասա հիմա չի կարող գա։ Այստեղ չլինենք Ժանի ապերին, ասենք հոմում կերել էին։ Ասաց ինչ որ Արամ կա ձեր զորամասում ինքն է վերցրել։ Դա Ժանումն է տվել, հա։ Պարոն Վարդանյան, եթե Ժանը այնտեղ չգնաց, ես կարող եմ Մարտամեգին Սամասու դնեմ։ Ինչ Սամասուն։ Դեմի չեմ կռնասե, բայց եթե Ժան այնտեղ ուշ հասավ, բանը դոր կհա։ Ինչ ես ասա, որ ես քեզ գիշերով խանութ եմ ուղարկել։ Հետո ինչ խեղա որպես դուխեր իրել ար գնաց իր Արամի մոտ։ Ես իմ։ Գնա արփուրպես։ Ապեր, հաստատ ես գնացել եմ Արամին ասել եմ, ինչ ես Արայիկ ներկայացել քրոջս։ Ուզում ես իրանից հարցրա։ Արփուրպես գնա։ Դու չեն վստահ էլի մեզի խո զորով չէ։ Դու իմ տեղը սեղաների ինչ կեներ։ Չգիտեմ։ Իսկ ես գիտեմ։ Արամը Ժանի քրոջդ երկար շփվել է ու լիքը բաներ է իմացել։ Բայց դեռ ուրիշ կարևոր բան կա։ Տեղեկը տեսը պատմել են ինձ։ Արամը Ժանի քրոջը հեռախոս է նվեր տվել։ Ինչ հեռախոս։ Մի կարևոր չէ ինչ հեռախոս։ Ուրիշ ներբություն կա ստեղ։ Քիշես Ժանը շաբաթ առաջ հեռախոսը ջարդեց։ Դա կնես։ Դդիգում հեռախոսներ։ Դե ասած քրոջ հեռախոսն է։ Ժանի քրոջ հեռախոսը ջարդելու Արամը Ժանի քրոջը հեռախոսն է վերքու դա։ Դիգ ինչ եղնի։ Ժան, Արամը ինչի է հեռախոս քրոջդ նվեր տվել։ Ո՞վ է ասել։ Տեսնող ա եղել։ Դե ես չգիտեմ ապեր։ Չգիտես։ Դե որ չգիտեմ, ասում եմ չգիտեմ։ Ժան, հեռախոսը որ քո ջարդվել էր մի շաբաթ առաջ։ Հա։ Այդ քրոջդ հեռախոսն ա եղել, չէ՞։ Հա, ինքը տվել էր ինձ մի քիչ օգտագործեի, հետո էլի հետ էի ուղարկելու։ Ժան, Արամը որ հեռախոսը քուրիկի տա տվել, քուրիկը չի վերցրել։ Բայց գիտես ինչ է ասել Արամը որ վերցնի հետո։ Ինչ։ Ասել է այդ այն ջարդված հեռախոսի փոխարենը։ Բայց ինչի։ Այդ դու պետք է ինձ ասես ինչի։ Բայց եթե չգիտեմ ես որտեղից ասեմ։ Ժան, ոնց կարաս դու չիմանաս։ Ոնց է Արամը իմացե որ այդ հեռախոս ջարդված քո քրոջ հեռախոսն է եղել։ Ինչ է եղել իրականում, կասես։ Դե երևի ուզեցել է լավ տպավորություն թողի քրոջս մոտ։ Զաչիեմ։ Դե Արամին չգիտես։ Ժան, ոչ մեկի մոտ լավ տպավորություն չի ուզում թողի պրոստը տակ։ Իսկ առանց պրիչինայի ոչ մեկ լավ տպավորություն չի թողում։ Լավ էլի Գարիկ։ Դու լավ է գիտես ճշմարտությունը, պրոստ չես ուզում ասես։ Как знаешь։ Ժան, ունեցա որ աղբերներդ պիտի հասնես։ Ոնց։ Քո ուժերի ու քո կարողության չափով։ Բայց ոնց։
դե պիտի այթացվի խանութ վրատ։ Հնեցա որ աղբերներով ուզում ենք նստենք մի կտոր հաց ուտենք Ժանջան, սեղանին դնելու բան էլ չկա, ցավը տանեմ։ Ընդհանրապես պատրաստ չէինք, էլի աղբերս, ասենք sense բան հələ մեր հետ չէր եղել։ Ինձ էլ էդի սազական չի Ժանջան։ Այս ժամին ի՞նչ խանութ։ Այս գիշերով որ Զորամասի խանութը փակ է։ Շանջան, որ Զորամասի խանութը բաց լներ, ես քեզ կանագստացնեի, բայց Զորամասի կողքի խանութը բաց է, մեռնում կյանքիդ։ Զորամասից դուրս կա։ Նայ քո հայացողությանը, ես քեզ չեմ ստիպում ապեր, բայց եթե մարդ ես հանգարց ուզենաս դուրս գաս, փողել կտամ կամեր մտ լիսկավորման կարտ կառնես։ Ու ունեցա որ 30 մետր էլ չկա այդ խանութը, Ժանջան։ Ինչքան կտաս որ լիցկավորման քարտ առնեմ։ Որ մի 1000 դրամ տամ։ Լավ է, սրտով է տա։ Ապեր բայց վախում եմ, կարողա բռնել։ Չպիտի բռնվես։ Բայց եթե հանգարց բռնվես, անուն բան պիտի չտաս։ Յա։ Նշանեցիք Լիլոյին։ Շտոնավոր ախպերես։ Ապրես։ Ձերուն կուրեն։ Մտան խանութ հեսա գան։ Ուրախ ես։ Դե հա։ Դե հա թե Հա, ուրախ եմ։ ուրախ կլնես, բա ինչ։ Բա դու այսօր սոֆայի չէիր հանդիպելու։ Չէ, Բա զանգի ասել ես որ չես գնալու։ չէ, չեմ զանգել։ Այդ աղջիկը քեզ կես ժամը սպասում է։ Ես կես ժամը սպասում եմ, չկա։ Բամիա զանգի տեսուրա։ Չէ։ Ես հեսա կզանգեմ։ Լավ։ Վարուշ համար ասա ես կզանգեմ։ Ախպեր պետք չէ էլի, վայ։ Վարուշ տես ճիշտ չի։ Ախպեր ինքը ընկեր ունի ու գալիս է իմ հետ հանդիպան, դրա ճիշտը որն է, կասես իմանամ։ Այդ նույնը գնա իրան ասա։ Անուշիկն է։ Հա, անջան։ Վարուշ բարև։ Բարև։ Դու որտեղ ես։ Տանը։ Բա ինչ ես տանը։ Սոֆային սրճարան ես հրավիրել ու դու տանն ես, հա։ Ոբշեմ այդ երկար թեմա է։ Սա գալիս եմ ձեր շենքի մոտ կզանգեմ քիչնես։ Ասում ես, գալիս եմ ձեր շենքի մոտ կզանգեմ քիչնես։ Որս ի՞նչ տիպ է այս Անուշիկը։ Զգուշեղի հանգար ծեծել չտա քեզ։ Վաղը բդին մայդեն ուշին հրավիրեմ սրճարան։
կխնդես բա ինչ կանես, քեզ ինչ կա։ Չեմ կարա չփլի ուրիշ վարիանտ չունեմ, եթե Մայրանուշ ինչը հրավիրեմ, ուրիշ աղջնյակի պիտի հրավիրեմ, արա։ Կարբիտը կյանքս կերել է, արա։ Մայրանուշ դե ոնց որ վատ աղջիկ չի էլի, բանակ գնալուց առաջ տեսել եմ, վատը չէր։ Հիմա ու գիտի ավելի է թրփոշացել երևի։ Ինչ է ապենյակ, ես տես նայեմ։ Տեն շուտ մոռացար Անուշիկի։ Արա դու օրը 500 հոգու տեն շուտ կմոռանաս, ես մի հատ Անուշիկ չեմ մոռանա, ինչ ալ է։ Ես էլ մտածում էի սիրում ես իրան։ Ինքը իր այս վերջի քայլով լրիվ աչքիցս ընկավ շփլի։ Հələ համից սիրում է, համ ուրիշ տղայնյակի հետ է ֆրֆռում, դե ձունը իրանց տան կտուրին, էլի։ Դե այդ ամեն ինչը ձև էր, մխո։ Ներեք վերջացրու, այլ չենք խոսում այս թեմայով, արա ասում եմ աշխարհն է շուր գա, ես իրան ուզողը չեմ, պրծավ, վсё։ Ես իրան դիլիթ եմ արել, գցել եմ զիբլի ամանը։ Չնայած զիբլի ամանից հələ դիլիթ չեմ արել։ Դե լավ է, գոնե սրտի տանկյունում ինչ-որ տեղ կա ինքը։ Բայց ես 2 օր ու բորկա եմ անելու ընդուց է դիլիթ անեմ։ Իսկ տեսնյակին կասեմ, ներողելնես, սենց էլ է ստացվում։ Հույս ունեմ ինքը ինձ կհասկնա։ Ուր էր ինձ տենց բախտ։ Վարուժ չեմ հասկանում, խաղ ես անում ընկերուս հետ։ Ինչի՞ չես գնացել սրճարան։ Ես որ իրան հրավիրեցի սրճարան, ես չգիտեի, որ ինքը ընկեր ունի։ Այդ ընկեր էլ չկա, իրան կռվել են իրար հետ։ Կամ կարող եմ ընկերուին ընկեր ունենալ ու ուզենալ քո հետ հանդիպեր, հա։ Դե լավ էր էլի։ Մեկի հետ վերջացրեց, ուզում եմ ուրիշ սկսի, հա։ Ես էլ նենց իրան մխիթարիչն էի։ Վարուժ, ինքը մի շաբաթ արդեն այդ տղու հետ ընկերություն չի անում, երեկ է վերջնականապես խզել է կապերը։ Լավ, մի խոսքով, ես իրան կտենամ, ինչ պետքա կասեմ։ Այդ ինչ պիտի ասես, որ, հա։ Երեկ այդ աղջիկը տենց ուրախացել էր քո արած անակնկալից, օթերով էր բան գալիս, այսօր սենց ես անում, հա։ Կգնաս ու ներողություն կխնդրես այսքան սպասացնելու համար, Վարուժ։ Ես գիտեմ իրան ինչ կասեմ։ Ասեցի կգնաս ներողություն կխնդրես, Վարուժ։ Ես չեմ թողի, որ ինչ-որ մեկը իմ ընկերուհու սիրտը կոտրի։ Ուզում է լինի երգիչ, ուզում է լինի դերասան, ուզում է աստղ։ Բարձա։ Շատ եմ սպասացել քեզ։ Մոռացել էիր հանդիպման մասին։ Ճիշտ ասած, մի քիչ խառն էի։ Ռշտունի նշան դրեկներ նշանվեց։ Ինձ այդ գործերով էինք բան խառնել։ Դե շնորհավոր ես իմ կողմից։ Եղավ։ Ինչ որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Չես պատկերացնի ինձ երեք ոնց ուրախացրիր։ Այնքան կարևոր է տեսնել ու իմանալ, որ մենակ չես։ Ես միշտ պատրաստ եմ քեզ մխիթարեմ, ուրախացնեմ բան։ Եթե հանկարծ մարդ ես հանգարցել ինգերոջդ հետ կռվես, դու զանգի ինձ, ես կգամ ու քեզ կուրախացնեմ։ Ինչի ես տենց ասում։ Դե ես սիրում եմ մարդկանց դուխ տալ, հանել այդ վիճակից։ Մանկուց ոնց որ եղել է այդ իմ մեջ էլի։ Պարզ խոսեմ։ Պարզ եմ խոսում։ Պարզ չես խոսում։ Ասա այն ինչ որ մտածում ես։ Ես քեզ երբեք sense լուրջ չեմ տեսել։ Դու միշտ այնքան ուրախ ես, միշտ դրական լիցքեր ես փոխանցում։ Իսկ հիմա ինչ որ անհասկանալի է։ Հա։ Դու սիրում ես, որ ես ուրախ եմ լինում։ Հա, շատ։ Ես էլ 2 ժամ ուզում եմ ինձ լուրջ պայեմ, որ դուրդ գամ։ Շատ իզուր։ Այո։ Կարելի է։ Հա, երկի։ Շնորհավոր։
Մերսի։ Գնամ մամային էլ շնորհավորեմ։ Սպասի լերել։ Չսկսես ինչ օր է, որ համ ինձ ես շնորհավորում, համ մամային։ Ձեր մարտի 8-ն է։ Մերսի։ Ոնց։ Իսուր մարտի 8-ը։ Հա, Բա ինձ քեզ շնորհավորում։ բոմ շնորհավորեմ։ Ուզում ես ասես, ես պետք է շնորհավորեի, հա։ Չէ, ինչի, դա քեզ սազում է։ Եսի վեգան ու գնաստից, գիտես դուք այսօր ինչ նվերներ ունեք, հլը ձեզ ինչեր է սպասվում։ Հա։ Հա, բա ոնց։ Երեք սաղ օրը ինտերնետում մեջ է, այդ նվերներն էի զակաս տալի։ Գիտես ինչ նվերներ ա գալուց ես, երևի արդեն եկել է, այսա գնամ ստանամ։ Մենակ տես եթե մաման ընդի է, միտեղ տար ես շուտ ծլկեմ էլի, ես հիմա հոգեպես պատրաստ չեմ իրեն շնորհավորելու։ Եղավ։ Քեզ էլ հետո իր հետ կշնորհավորեմ։ Լավ։ Լավ։ Մարտի 8-ը։ Սիմորացի։ Իրեն։ Հա։ Ատեսնյակը տան, հա։ Հա։ Ֆայերը, ես շուտ ծլկեմ, քանի ինքն է մի հատ չի շնորհավորեի մարտի 8-ը։ Վայ, իրեն չոջանց դերես։ Բալես, քո մարտի 8-ը շնորհավոր ցավը տանեմ։ Մերսի։ Ես է վերցրու բալես, պապայի կողմից քեզ։ Մեջը 3000 է։ Այն կանաչներից էլի։ Բալես, ուրեմն ասեմ, այս զարթուղի ճանապարհով աշխատած չի։ Ես քեզ ընդհանրապես զարթուղի ճանապարհով փող չեմ տալիս։ Ես քեզ մենակ իմ քրտինքով աշխատածն եմ տալիս։ Իսկ այն զարթուղի ճանապարհով աշխատածը թողնում եմ ինձ։ Հացավը տանեմ։ Այ։ Այդա։ Ես որ ժամն է, ինչ ես միջը իմ պարկաց, հա։ Մախո, քո հետ է։ Թե գիտես ես քո տոնն էլա, հա։ Դու այս ժամին պիտի Անուշիկի դուրը նվերը ձեռից զանգ տալուց լինեիր։ Բուձենիկս էր փչացի, հա տեսնյակ ջան։ Դու քո արա։ Արա ամեն անգամ ասում եմ, վրամ, ծանր տեղդ մի թեթևացրու, էլի չի ստացվում։ Գոնե որոշել ես ինչ նվեր ես առնելու, հա։ Հա, տեսնյակ ջան, ճոխ նվեր եմ առնելու։ Յո, բայց ինչա։ Ճոխ մի 20 հատ փուչիկ, մի հատ մեծ փապուկ խաղալիք, քայլեր, մայլեր, խաղալիքներ լենտշկաներով զարդարված։ Դու այդղա, այդ լենտշկաներով քեզ ես եմ զարդարելու։ Դե, էդ է քո ճոխ նվերը, հա։ Դե բա ինչ անեմ, տեսնյակ։ Ինչ ես անում։ Ուրեմն ոսկերիչ ընկերոջս գիտես։ Գնում ես իր խանութ։ Մի հատ ճոխ ցեպ ես առնում կամ մատանի։ Տանում տալիս ես Անուշիկին, թուշը պաչում ես արա կամ ինչ, չգիտեմ ինչ ես անում։ Մի խոսքով այդ աղջիկ այդ դվերից մի բան հասկացա թե չէ։ Յո։ Բա փող։ Փող, հա։ Փաստորեն ուզում ես քո մարտի ուտնել, այս պատրվակով մեջտեղից հանես, հա։ Սև, 3000 կանաչ կա։ 3։ Հա, ինչա քիչ է, բայց այդ վաճառողին կասես, որ նվերի վրա մի 4, 5, 6, 7 գրի էլի։ Մի խոսքով ես փոքր ժամանակից սիրել եմ տիտիս բաներ էլի։ Սոխով թե առանց սոխ։ Այսօր հանդիպման եմ սոխով։ Այսօր կարևոր հանդիպման է, մի քիչ ես սոխ ավելացրու։ Կեչուպ թե մայոնեզ։ Հələ ինչ կեչուպ մայոնեզ, սոխ։ Սոխ ու սոխ։
Ջան արա։ Այսի կլասիկա է։ Բացա դուրը։ Ես ինչի գործի չեք։ Հապեր, ասում եմ, կարող է այսօր մեզ փող տաս, այսօր մարտի 8-ն է, էլի, ուզում ենք մեր մայրերին նվեր առնենք։ Մարտի 8-ը։ Հա, Գարբիտ ջան, եթե կարելի է այս ամսվանը մի քիչ շուտ ստանանք, էլի։ Այս ինչ ներվերի դեղ բանար այդ ընկերուհի ունենալը, մեր համար հանգիստ քյաբաբ էինք ուտում։ Գարբիտ ջան։ Ապե դու вообще կուրս ես, ինչ են նվիրում մարտի 8-ին։ Ապենյակ դե փափուկ խաղալիք, փուչիկ, ու այդ ամեն ինչը լենտաչկաներով զարդարած էլի։ Իսկ այդ փափուկ խաղալիքը ինչ պետք է լինի, որ, ասենք, կարա տանկ փափուկ խաղալիք լինի։ Չէ, ապեր կենթանի կարա լինի, ասենք շունիկ, փիսիկ, առյուծիկ, տենց էլի։ Իսկ այդ քո ասածները ինչ չափի պետք է լինեն։ Մեծ ապեր։ Մեծ։ Հա, մեծ պետք է լինի։ Բայց քեզ ինչ է ուզում այդ թեման, որ։ Լավ ապեր, այդքանը։ Շունիկ, փիսիկ, առյուծիկ։ Շունիկ, փիսիկ, առյուծիկ։ Հիմա կլինի այսօր։ Մարտային գազարդ Ամերիկա։ Հա, բա ոնց։ Շունիկ, փիսիկ, Առյուծիկ։ Առյուծիկ, մեծ առյուծիկ։ Կարմեն ջոյին էլ ես չէ նվեր առնելու։ Ես իմ է։ Էլի մխոն կեզ մտափոխել, հա։ Ամբո դու ոչ մեկին չլսես։ Գելես կգնաս Կարմենչիկին նա սիրուն նվեր կառնես ու չելեմ չիմանամ այդ տելեֆոնն եղացրել ես։ Հետո վրա։ Էլ ինչ հետո, այ մերն եմ սրտի։ Կամ էլ այս ժամին, էլ ինչ հետո։ Ես ի նկատի ունեմ հետո ինչ եղավ։ Հա, հետո ինչ եղավ։ Ինչ դիլնի, ես այդ վրեժ չեղածին սաղի աչքի առաջ կողեցի ցեխը հանեցի։ Ամր տնօրին ուսան ասեցի ախպեր, ես սխալ եմ։ Էս էլ ձեր ակտի գումարը։ Բայց խնդրեցի, որ իրանց այդ գազի տեսուչին կարգի հրավիրեն։ Ասել որ լսի այ տղա, քեզ հասարակության մեջ նորմալ պահել իմացի, ու եթե տուգան քեզ գրում, մի հատ նորմալ տուգան գրի։ Էս ինչ աստղաբաշխական թվեր են։ Շատ ճաշակով ես խոսացել վռամ ջան։ Հա, բա ոնց ուխտս իը։ Այդ ցավը տանում, հետո լրագրողն եմ մոտեցան, բանեցան, բա դուք ինչ լավ եք խոսում, այս ինչ ճաշակով եք խոսում, համով, հոտով, նենց պաթոսով, առոգանությունը, ինտելեկտը, մի խոսքով նենց լիքը գովեստի խոսքեր են չեցին իմ մասին։ Ես էլ ուրեմն ինչ կորցեցի, զանգեցի ցեխ, ասեցի երշիկը պատրաստեք։ Ասեմ, ոչ թե պատրաստեք, այլ պատրաստ պայեք ու հասցրեք։ Ապրես շատ լավ ես արել։ Ահա, բանը, բա չէ, այդ ուխտը կարծում թե կամպյուտեր գցելով է։ Դու ունես կամպյուտեր գցեմ, սաղ կյանքը մտնի ու կորի այդ կամպյուտերի մեջ։ Ճիշտ եմ ասում, չէ։ Հա, բա ոնց։ Ճիշտ ես ասում։ Աչքիս ոնց որ նենց մի քիչ լսվել ես, հա։ Մի 3 կիլո չաղացել է։ Ինչ խոսում եմ, ես 3 չեմ գրկել քեզ, թե այդ 3 առաջի օրն էր։ Դե լավ էլի, հերիքա բացվես։ Այ աղջի պրոստը ուզում էի հասկանայի, ես երբ հասցրից ես դծվես։ Ես այսօրվանից դիետա եմ պահելու։ Մեկ էլ պիտի գնամ մերսումների։ Ցավտանը մերսումների գնպես ինչ անես։ Ինչի մենք կարող ենք մերսումի թեքումով այդքան լավ չենք։ Վռամ, սա ուրիշ մերսում է։ Սա նիհարացնող մերսում է։ Յա։ Իսկ մերսողը կինա, չէ։ Հա, բա ոնց կինա։ Հաստատ կինա։ Վռամ, ասում եմ հաստատ կինա, հա։ Դե լավ Մարգարիտա, դեպքում դու այսօր զբաղվի քո այդ գործերով։ Շուտ արի դու, որովհետև իրիկունը տեղ եմ տանելու քեզ կյանքս։ Հա։
Հա բա ոնց։ Բա կարող ես իմ կնգա մարտի 8 անտեսող տղամարդ եմ։ Լավ ասի չէ։ Եսի։ Փուֆերը։ Իսիշ սոխի հոտագալի վրից հետերը։ Դզեց, չէ։ Ինչը դզեց արա, քանդեց արա, քուտունը շինվի։ Ապա ես քո վրա շատ ուժեղ ջղայնացած եմ Օվշիով, բայց էդի հետո կխոսենք։ Որ չես թողում Կարմենի հետ շփվի համբարձումը։ Դու ինձ ասա այսօր խես գնացել խանութ $2000 ցեպ ես առել։ Էդ ում համար ես առել։ Նոր տղեկը ասեցին։ Արա դե Կարմեն ջան, ապեր ջան։ Ես իմ առել եմ էլի։ Մայրանուշի։ Ու։ Արդեն մոռացար, որ այսօր պետք է տանք Մայրանուշի հետ հանդիպենք։ Հա, բա ինչ ապեր։ Իր համար, հա մարտի ու համե առաջի անգամ պետք է տենամ ասի ամոթ էլի դադար գզերով։ Բա ինչ ես իրում։ Հա, էդի ինձ թված ասում էիր Անուշիկի, ես է զարմացա։ Չարա ինչ Անուշիկ գժվել ես։ Դու են իր անգերոջը ջան ասի, ջան լսի։ Լավ ապեր, ես գնամ հիմա, հետո կզանգեմ, կգամ քեզ կվեկալեմ, որ գնանք Մայրանուշին հանդիպենք։ Բայց փափուկ խաղալիք բան, փուչիկ մուչիկ, դրանք ում համար էիր ուզում առնեիր։ Հասմիկի։ Հասույն խես նվերանում արա։ Բա այդ համեստությանը ձեռներիցս բաց չէինք թողելու։ Սիրտդ կպել արա։ Դե շփվի հետո կտենաս համեստ աղջիկա թե չէ։ 3-8 ժամ ապերի ես եմ խոսացել, 2.5 րոպե ինքը։ Բա համեստ աղջիկա ինչ էիր ուզում։ Լավ այդքան է կարացել ես քերես արա։ Լուրջ երեք ինձ հազիվ եմ զսպե, որ դրա գանգը չուտեմ։ Դու էլ իշքան չուտվող տեղ կա կուտես։ Որ ուզում էի սենց ականջա խառը ուտեի, բայց դե հազիվ ինձ զսպեցի էլի, վերջը համեստ աղջիկա մխո։ Լավ ապեր, ես քեզ կզանգեմ, կգնանք Մայրանուշին կտենանք։ Քաշվենք արա, ատից ինձ կգյումնի։ Բայց խի թողինք հետո իվա որ, հենց հիմա էլ գնում ենք տենանք։ Արա գալբի ջան, համի ուրիթ ենք ապեր ջան արա։ Ապեր իրան կգնանք ինստիտուտից կվեկալենք, կտանենք սրճարան, դու քո նվերը կհանձնես, հետոն արդեն կերևա։ Արա ախր, հիմա հարմար շինչ ճիշտ հասկացի, հələ մամային է նվեր չեմ արել։ Մամային նվեր պետք է առնեմ, բան հմի չէ էլի։ Դու միջև ապեր նվեր բան առնես, ինք իրա դասերը կպրծնի, քշի դավայ։ Կանչել եք, պարոն Արաշացյան։ Հայ տղա, իհարկե կանչել եմ։ Մկրտիչ ջան, ընդհանրապես ուզում հարցնեմ, ինչ ես անում, ինչով ես զբաղված, հա։ Դե հեչ, հայաթում լրված եմ։ Դու այ տղա, այդ անիմաստ լրվելուց չես հոգնել։ Դու գոնե մեկ շանը կերակրի։ Գնա մեկ գոնե ծառերը ջրի, թե չէ տենց ինչ հայ տղա։ Լարի մոտիկ արի ես քեզ շատ կարևոր լավ գործ կտամ։ Ուրեմն մկրտիչ։ Մարգարիտային տանում ես մերսման սրահ, սպասում ես մերսումեն ու էլի հետ ես բերում տուն։ Եղավ։ Ընկալեցիր ասածս այդ տղա։ Հա, բաղունց։ Դե մենք ինչ գնայինք ու գանի, յա։ Տղա ջան, որ հանկարծ ինձ մերսման սրահում տենաս, չզարմանաս այդ տղա։ Այսինքն ձենդ գլուխը չգցես, հասկացար։ Եղավ, պարոն Արաշացյան, դուք էլ եք գալու։ Այդ տղաբանոր մի ժամ ինչ էի խոսում, յա։ Դե իմի գրաշանը կերակրի մինչև Մարգարիտա գիշի։ Արիգացրու։ Շնորհավոր։ Մերսի։ Ես քեզ։ Ես էլ կտա սիրենի։ Շնորհակալություն։ Քո սիրած օծանելիքն է։ Հիմա ինչքան ասես, պիտի ասեմ շնորհակալություն։ Ան։ Հենց ուզում եմ ռենին տենամ։ Ահա որ կարոտել եմ։ Կարոտել ես գնա տես։ Բայց տանը չի նում է։
Այ եթե համոզեիր, որ հետս գա սրճարան, չէ, նենց լավ կլներ։ Այ այդ մեկը չեղավ։ Ինչի։ Դե ոչ չեմ համոզելու քո հետ գա սրճարան, եթե չի ուզում ոնց գա։ Թե քեզ թվում է, որ իրան պաշտպանեցիր, մի հատ խեղճ ու կրակ տղու տփեցիր, Իրանը պիտի քո հետևից վազի։ Բայց դու ինչ լեզու ունես։ Նարեկ, Իրանին տենց բաներով չես կարա գրավես, հավատա ինքը շատ խորը աղջիկ է։ Ես էլ եմ խորը։ Հիմա ասել է, այ որ նվեր տված չլիներ կասեի։ Հալա, բա ինչ անեմ, գոնե մի հատ խորհուրդ տուր։ Զղբրտկվի։ Ինչ անեմ։ Զղբրտկվի։ Էդ ի՞նչ է։ Չես լսել, ընկերոջդ բառն է։ Զղբրտկվել նշանակում է տանջվել, տառապել ու անգամ սատկել։ Հասկացար։ Լավ ուրիշ տարբերակ չկա, ասենք նենց մի բան, որ կանեմ ու Իրանը կհավատա, որ ես իրան սիրում եմ։ Չէ, չկա։ Դե գնամ զղբրտկվեմ։ Դե քեզ հաճելի զղբրտկում։ Բակա։ Ապինյակ։ Հեսա մի ժամից դասերը կպրծնի դուս կգա։ Դե ես պոգվեմ մի հատ տեղ գամ։ Արա մը խոսում եմ հեսա մի ժամից Մայրանուշի դասերը պրծնում է։ Հասկացան կարա, բայց ու մի ժամ չենք սպասելու կա։ Պետք է սպասենք։ Բա որ գնաս մի բան լինի, ուշանաս կամ չգաս։ Ախարա։ Նենց ես նեղվում ոնց որ իմ համար ենք սպասում։ Մուրս պայծառ է։ Օգնեցեք! Ձեր կդեք սպանեմ քեզ։ Օգնեցեք! Օգնեցեք! Մարը, արիս Այ ախպենը ջանեց չեք անում։ Գոռում է օգնեցեք։ Ես կինո մինո եք հնը։ Բա իհարկե, վասս բան են անում։ Ես ասում եմ ես աղջինյակի դեմքը ուր դուս է ծանոթ։ Ես սերիալի մեջինները։ Ներող կլեք ախպենը ջան։ Տիպեները։ Լավա շուտ ասեց ստոպ։ Թե չէ դրա լեշը փռելու էի։ Արա սերիալը նենց համատե մեր կյանք արդեն չես ջոգում, որն է իրականություն, որը չէ։ Ինձ թվում է մի օր էլ մեկը մեզ է ասելու ստոպ, մեկել հոպ տենանք սաղ սերիալ էր իրականում։ Դու ավելավա մի ծրի, դու կենտրոնացի Մայրանուշի վրա։ Մարգարիտը ուր է։ Հենց նոր ներս մտավ։ Բարև ձեզ։ Այն գեղեցիկ կինը որ ներս մտավ հենց նոր, ես նրա հաճելի ամուսինն եմ։ Շատ հաճելի է։ Ինձ էլ է շատ հաճելի։ Քուրիկ ջան, մի բան հարցնեմ։ Հիմա Իրան ընդեղ տղամարդ է մերսելու թե կին։ Ինքն ասել է, որ կին մերսի։ Հաստատ ինքդ ես բան ասեց։ Ուրեմն քուր ջան, լսի ուշադիր ինչ ես անում։ Ուրեմն մտնում ես ներս ու ասում ես, որ մեր մոտ կին մերսող չկա, քեզ պիտի տղամարդ մերսի։ Գնա ասա ու հետարի ինձ ասա տեսնեմ ինքը համաձայնվել է, որ իրան տղամարդ մերսի թե չէ։
Բայց ես կհամոզես, էլի կասես ասենք, տղամարդիկ ավելի լավ են մերսում, բան, էլի մի խոսքով քո ձևերի մեջ կմտնես, էլի։ Լավ։ Բայց հանկարծ չասես, որ ես եմ քեզ ասել։ Ես տեղ չեմ, եղավ ցավը տանեմ։ Դե գնա ցավը տանեմ։ Մեջն էլ լիցքավորման քարտ կար։ Ոնց կարողա դու քո կամքով չգնայր։ Այդ գիշերվա կեսին գնաց դիսկավորման քարտը ճարեց, բերեց խոսացի։ Ապեր ինձ թվում է մինասը ջոգել է։ Արամը քեզ այդ քարտը տվել է ինչ որ բանի դիմաց։ Դու ես զորամասից դուրս եկե սնունդը բերելու համար։ Ճիշտ այդպես։ Մամ ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի։ Հերդ էլ ինչ չի սիրում։ Դու մի ասա հերդ այդ աղջկա հետ պայմանավորվել էր։ Էնա, Մայրանուշը։ Արա հայդի արա Մայրանուշն է։ Յա մխո։ Այո, այդ ես եմ։ Արի մի հատ պաչեմ ցավը տանեմ։ Դու սոր ինչ ավտոյակշում։ Դե սար $2000 ոնց սկսեցի ջուրը։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։